Հետևորդներ ջան, ողջույն, ոնց եք, ինչպես է ձեր տրամադրությունը, իմը շատ լավ է հետևորդներ ջան, շատ լավ եմ, շատ լավ տրամադրություն ունեմ ու նույնը ցանկանում եմ ձեզ հետևորդներ ջան, թող դուք միշտ ունենաք լավ և բարձր տրամադրություն, դա հաստատ չի խանգարում ոչ մեկին, չնայած այս թվին, եթե տեսնում եմ, որ դու մի փոքրիկ ուրախ ես, մի տեսակ անհանգստանում են, էլի, շատ վատ ու չար մարդիկ կան այս աշխարհում, բայց դա ամենավատ բնավորության գիծն է հետևորդներ ջան, թող բոլորը ունենան շատ լավ բարձր տրամադրություն, շատ լավ բաներ, այդպես եմ ցանկանում ես բոլորին հետևորդներ ջան, հիմա այստեղ խոհանոցում եմ և պատրաստել եմ կեքս, խտասված, եփած խտասված կաթի նաչինկայով, առաջի անգամ եմ այդ տեսակի նաչինկա դրել մեջը և փորձարկում եմ, շատ հետաքրքիր է, տեսնեմ թե ինչպես կստացվի, դե կեքսը ինչու չեմ նկարահանել ցույց տամ, որովհետև կեքսը ես ձեզ ցույց եմ տվեմ իմ վիդեոներում, թե ինչպես եմ պատրաստում, բոլորդ ունեք իմ բաղադրատոմսը, ովքեր որ նոր են միացել իմ ալիքին, ասեմ, որ կարող են մտնել և նայել Ստեփանավանի համեր, YouTube-յան էջերի նկատի ունեմ, մտնեն և տեսնեն բոլոր իմ վիդեոները և ձեռք կբերեն բոլորին հետաքրքիր և իրանց ուզող հարցերի պատասխանները, բազմատեսակ բաղադրատոմսեր, շատ լավ մանրակրկիտ ներկայացված, ովքեր որ չեն տեսել և նոր են ուզում միանալ և ուզում են կեքսը պատրաստել, ապա ես ունեմ հենց հատուկ կեքս վիդեո, կարող են մտնել և տեսնել, իսկ նաչինկան ասում եմ նորություն է, ավելացել եմ եփած խտասված կաթ, ոնց եմ արել, առաջի շերտը մի փոքր լցրել եմ, հետո ավելացրել եմ եփած խտասված կաթը, հետո արդեն վերջում փակել եմ նույն խմորով երեսը և ասեմ, որ ստացել եմ շատ հետաքրքիր կեքսեր, տեսքը շատ սիրուն է, շատ լավն է, հիմա ցույց եմ բացել եմ, սենց վառարանի մեջ թվում է միատեսեք ինչ ոսկեզօծ գույն ունի, շատ լավ ու շատ հետաքրքիր գույն ունի, հեսա մի 2 րոպեից արդեն իսկ պատրաստ է լինելու և ես հեսա կհանեմ և անպայման ցույց կտամ, թե ինչ տեսք ունի իմ կեքսերը, այնպես որ հետևորդներ ջան, օրը անցնում է այսպես հետաքրքիր, խառը, այս կողմ են կողմ առավոտից վազք, բայց դե չենք դժգոհում, թող այդպես լինի, թող մենք բոլորս այդպես զբաղված լինենք և մեր առօրյան անցնի այդ տեսակի, որովհետև ես չեմ պատկերացնում այն տեսակի մարդկանց, ովքեր որ պարապ-սարապ ամբողջ օրը նստած կամ հեռախոս են նայում, կամ հարևանի տուն են գնում, կամ ման են գալիս, ես նման տեսակի մարդկանց ճիշտն ասած չեմ ընդունում, որովհետև այս կյանքում մարդը պետք է իրեն զբաղվածություն գտնի, մարդը հենց ինքն իր համար պետք է ինչ-որ բաներ մտածի, ստեղծի, որպեսզի կյանքը անցնի հետաքրքիր, իմ համար այդ տեսակ է, կյանքը անցնում է հետաքրքիր նման ձևով հետևորդներ ջան, այնպես որ ես ձեզ ցանկանում եմ, որպեսզի ունենաք բազում և հետաքրքիր օր, հեսա կեքսերը հանեմ և ձեզ անպայման ցույց կտամ, թե ինչ տեսք ունի իմ հիանալի և համեղ կեքսերը, որոնք հալվում են բերանում, չեմ չափազանցնում, մտեք, նայեք իմ բաղադրատոմսով կեքսը, ես եմ մտածել հորինել և անպայման կհասկանաք, որ ես իրոք ճիշտ եմ ասում, որ հալվում է բերանում, ես արդեն հանեմ, գույնը փոխվել էր ու կմիանամ ձեզ, տեսեք արդեն հանեցի, այս վերջինն էր, այսքան էր մնացել, 2 անգամ եմ գցել, մեկ արդեն հանել եմ սինիի մեջ նայեք, պատրաստի այդպես դրել եմ, իսկ մյուսները նոր եմ հանել, հեսա սպասեմ մի փոքրիկ հովանա, կամ հլը տաք վիճակով փորձեմ տեսնեմ, տեսեք ոնց է դուրս գալիս մեջից, շատ հեշտությամբ, տեսնում եք, տաք է, բայց շատ լավ դուրս է գալիս, մի հատ խնդրում եմ տեսեք, թե ինչքան գեղեցիկ հարթ երեսով կեքսեր ունենք, մեջը նաչինկայով,
Դուք պատկերացնում եք, թե ինչ տեսակի համեղ օй տաք է եւ մատները սկսեցին վառվել։ Հիմա այսա հանեմ, մի քիչ հովանա, նոր կդնեմ սինի մեջ եւ կտանեմ վաճառակետ։ Այնքան ես տաքին արել եմ, որ արդեն մատները սովորել են տաքությանը։ Պես Սնում եք հանեմ, հովանա, շարեմ և տանեմ վաճառակետ։ Անպայման փորձեք, հետևորդներ ջան, փորձեք և ամեն անգամ կեքս դուք անպայման ինձ հիշելու եք, ես ձեզ համոզացնում եմ, որ դա այդպես է, հավատացնում եմ, որ ամեն անգամ կեքսը պատրաստելուց հիշելու եք այն մի հետևորդի համարին, որ երեկ եկել էր Արագ սննդի կետ և ասում էր ամեն անգամ պեռաշկին պատրաստելուց քեզ եմ հիշում, այ հիմա էլ խորհուրդ եմ տալի փորձի կեքսը և այլի կհիշի ինձ։ Ահա տեսեք, հետևորդներ ջան, ինչ գեղեցիկ կեքս էր, ստացանք մի գույնի նայի թխված, չկա տարբեր գույն, ասենք թե մեկը մի քիչ բաց գույն կամ տարբեր չկա, դուք ձեր աշկով եք տեսնում, թե ինչ հիանալի կեքսեր եմ ստացել, փորձեք և անպայման կհամոզվեք։ Իսկ ովքեր, որ Ստեփանավանում են ապրում կամ հարակից գյուղերում, հետևորդներ ջան, կարող են այցելել Բաղրամյան 6 հասցե կամ ունենք առաքման հեռախոսահամար, եթե չեն կարողանում գալ, ապա պատվիրեք և արագ առաքմամբ կգա ձեր բնակարան։ Մեր առաքման համարն է 043 38 30 08 տեղում թխվող, տաք, թարմ, խրխրթան, բերանում հալվող կեքսեր, շտապեք պատվիրել։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, այսքանը ձեր հետ գոհարներ, որը ձեզ շատ է սիրում, բարի գիշեր, մնաք Աստծով։ Մեր ջան, թաքուն եկել եմ Հայկին նկարեմ, լամաջոյա պատրաստում, եկա ասեմ հլտենամ Հայկը, ես ինչա շպշպում, կսելա, 5 հատի պատվեր ունենք, 2 հատը մեջնա։ Տեսնենք, ապա, լույս այ, էլացի Հայկը լույսը կծեց, անտիր լամաջոներ, անտիր, աշխատասեր Հայկը լամաջո է պատրաստում, Հայկ, այո, պիցաներն էլ է պատրաստված, այսպես շարած, հաճախորդը 5 հատ լամաջո է ուզել և սպասում է նստած, ասում է ամուսինս է պատվիրել, շատ է սիրում լամաջո, եկել եմ ամուսնուս պատվերը կատարեմ, ասեցինք, նստած հոփարցեից է, զանգենք Վահեին էլի մի հատ տաքսի ասենք, ստեղ չէր բայց, նոր նայեցի չկար, մի հատ զանգի նոր նայեցի չկա, մեր պատվիրատուն, ջան, տաքսի է ցանկանում, հիմա հեսա մի հատ դրսում տեսնենք, թե Վահեն այստեղ է, կանչենք թող տանի, լավ եղանակա դրսում, ովեսին են կիսամութ խառը վիճակն է, որ նոր ուզմա մութը ընկնի, այդ տեսարանը շատ եմ սիրում, որ կեսը մութա, կեսը Հայկի նստարանը, Հայկն ասմա գուար նստարանս նկարի, այն նստարանը տեսնում եք հետևորդներ ջան, այդ Հայկի նստարանն է, հեն շոքում է, մի քիչ էլ հոգնում է, կամ իրան լավ չի զգում, մեկ է տենում ես գնաց ընդեղ նստավ, բայց շատ լավ տեղ է, կարելի է, ես էլ եմ գնում մի 5 րոպե նստեմ նստարանին, անցնեմ փողոցը, գնամ նստեմ Հայկի նստարանին, նայեք Եղևնիների տակ, շատ սիրուն է, նայ հենց հրապարակի անմիջապես հրապարակի հարևանությամբ ենք, այսպես մի քիչ բարձրացա, այս էլ մոտիկից ցույց տա մեր Հայկի նստարանը, լուսավորություններ, որ մի քիչ է քայլեմ կգնամ Գուշատրվաններ, այնտեղ էլ է շատ լավ, բայց հեսա մի հատ այսպես նստեմ, նստեցի, ես ինչ լավն է, շատ հավես է, շատ, տեսեք,
Այն որ հով, զով, այսօր հետևորդներիցս եկել էին Երևանից և պատկերացրեք փնտրելով եկել են, մեկ էլ ասма մի հատ վիդեո հիշեցի, որ այդ վիդեոյում դուք նշում եք, որ առևտրի կենտրոնը գտնվում է մեր կողքը, եկել են և առևտրի կենտրոնը տեսել ու մտան, այդ պահին տեսան, որ ես էլ այնտեղ եմ, շատ ուրախացան, ահագին լավ զրույց ունեցանք, շատ լավ մարդիկ էին, եկել էին հանգստանալու, օգտվեցին մեր մոտի պատրաստած տարբեր տեսականիներից, ճիշտն ասած տեղում չկերան այդ տարան հետները, բայց կիմանանք ինչպես է, համը դուրն է եկել, բայց մի բան շնորհակալություն հայտնեց, որ բեռաշկի խմորը, որ ես ասել եմ արելա, շատ լավ է ստացվել և ես շատ ուրախանում եմ, որ իմ բաղադրատոմսերը օգտագործում են իմ հետևորդները և շատ լավ է ստացում, որից ես շատ լավ ուրախանում եմ, հետևորդներ ջան, այդպես ակտիվ մասնակցեք իմ էջին, նայեք, վերցրեք լավ բաղադրատոմսեր, օգտվեք, պատրաստեք և ուրախացնեք ձեր տան անդամներին, ինչու չէ նաև կարող եք պատրաստել և վաճառել, եթե ունեք հնարավորություն, այնպես որ ես միշտ պատրաստ եմ օգնել ձեզ հետևորդներ ջան, հիմա այստեղուց մի հատ ցույց տամ, տեսեք սրահը ինչ գեղեցիկ է երևում, մի հատ խնդրում եմ նայեք, այս ամբողջ տարածությունը որ տեսնում եք, այսպես, այսքանը, այս որ տեսնում եք, դրանք բոլորը մեր արտադրամասերն են, այն տեղում, որ են երեխան երևում է մարդկա նստած, այնտեղ նստելու տեղն է, կողքը շաուրմա պատրաստելու տեղն է, իսկ այնտեղից, որ Հայկը դուրս եկավ և լամաջոն ձեռքը գնում է, դա մեր խոհանոցն է, հաճախորդն էլ նստած սպասում է լամաջոյին, իսկ անմիջապես հարևանությամբ գտնվում է Վագա Ֆարմ դեղատների դեղատունը, որը իմիջիայլոց շատ լավ ցածր և հասանելի գներ ունի, աշխատակիցները շատ լավ աղջիկներ են, շատ հաճելի, շատ լավ սպասարկում, այնպես որ մեր այս ամբողջ տարածությունը շատ լավն է և շատ լավ մարդիկ են, իսկ կողքն էլ ծաղիկի սրահ է, էլի շատ լավ ծաղիկներ են վաճառվում, կազմակերպում են ուրախ միջոցառումներ, ծննդյան են, որ 12-ին գիշերը գնում, անակնկալ են անում, դա էլ են անում, մի փոքրիկ վերև են բարձր, որ տեսնում եք Վարսավիրանոց է, թե տղաների, թե աղջիկների համար, էլի շատ լավ սպասարկում, այնպես որ մեր այսպես գիծը, որ ցույց եմ տալիս, այսքան սենց երկարությամբ, շատ լավ հետաքրքիր տեղեր կա, շատ լավ մարդիկ, շատ լավ սպասարկումով, այնպես որ հով զովն է ապահոված, հետևորդներ ջան, կարող եք գալ և մասնակցել մեր այս զովին։ Ահա, հետևորդներ ջան, ինչ եմ անում, չիրս արդեն պատրաստ է, չիրս եմ հավաքում, որպեսզի դնեմ սառցե խցիկ, տեսեք արդեն այսպես լավ, հատիկ առ հատիկ չորացել է, շատ լավն է եղել, հավաքեմ, սիրուն այս ամանները լվանամ դնեմ, որպեսզի արդեն հեսա ձմերուկը պատրաստեմ, արդեն պատրաստ լինի, տեսնում եք հատիկ առ հատիկ, ինչ ձև է եղել, փայլուն, սիրուն, առանց շաքարակալելու, ունենայք, հատիկ առ հատիկ, չէ, որ ինչից չի շաքարակալում, դե ինքը ցուկատ էլ է, շաքարակալելու հավանականությունը շատ մեծ է, ինչ ենք անում, որ չշաքարակալի, լիմոնի աղ ենք լցնում, հետևորդներ ջան, վերջի եռին, արդեն որ սկսում է եռալ, արդեն որ հասկանում ես եփվել է, վերջի եռին ավելացնում եմ 1 թեյի գդալ, թեթև թեյի գդալ լիմոնի աղ, որը նպաստում է, որ չթողնի շաքարակալի, հիմա այսպես, հենց տեղավորում եմ ցելոֆանի մեջ և տանեմ տեղավորեմ սառցե խցիկում և այսպես յուրաքանչյուր ճիր ես այսպես հավաքում, փակում և դնում եմ սառցե խցիկ և օգտագործումից
մի 3-4 ժամ առաջ հանում եմ սառցեխցիկից եւ լրիվ պատրաստ է օգտագործման։ Ու հավատացեք, ոչինչ չի լինում, չի փչանում ընդհանրապես, բոլորովին։ Ստացանք, այ այսպես, բավականին տեսեք, չիրենք ստացել, հակեմ, այսպես, իքիցս տարածում եմ, որպիսի թեթև լինի, տարածեցինք, այսպես ստացանք, այ ես տեսակի, ու շատ սիրում կտնեմ սառցեխցիկ։ Տեսակ հետևորդներ ջան, իսը շիրա եմ, շիրայից ներվային անում եմ, չեմ կարողանում տանել շիրան, բայց դե, էտա, ոչ մի բան չեմ կարող անել, ու պատրաստենք, տեսնենք մյուս տեսականիները, անենք, որ ամանով շիրը երբ որ վաճառում ես, տեսականիները երբ որ շատ է լինում, համ գունայինն է լավ լինում մեջը, համ տեսականիները, ապա դա աշկի են գնում եւ ավելի շատ պահանջարկ է ունենում եւ ավելի շատ է վաճառվում, իսկ եթե ես փորձել եմ, ասենք թե կիլոգրամով են ուզում, մի բանից մի քիչ, դա ավելի դժվար է վաճառում ու ավելի ինքը երկարատև պրոցես է, որովհետեւ մեկ են լցում, մեկ են գրամներով ավելի, իսկ տենց ամանով արդեն ընտրած, որոշած մարդը վերցնում պատատ, գնում տանում, այդպես էլ ես դնում ես սեղանին, էլ ձեռք է չի տալիս, կոնկրետ ինձ համար ամենալավ տարբերակը այդպես սինիով առնելն է հետևորդներ ջան։ Կային հետևորդներ, որ գրում էին, թե կիրը ինչպես եք դնում, կարող է պատրաստման պրոցեսում տես չկարողանամ մանրամասն ասել, հիմա ավելի լավ է ասեմ, դուք գրի առեք, հիմա նայեք, ես այսպես մեկ այսպեսի բուռ կիրը լցնում եմ 5 լիտր ջրի մեջ, այսպես ձեռով իրան լավ խառնում եմ, հասկանալով, որ արդեն տեսնում ես ձեռը տաքացավ, էլի որ լցնում ես, հասկանալով, որ արդեն կիրը ամբողջությամբ լուծվել է եւ մեջը մնացորդներ չկան, ապա տվյալը միրգը լցնում եմ մեջը, խառնում եմ ու թողնում ես 2 ժամ, բայց այդ 2 ժամվա ընթացքում հետևորդներ ջան, ամեն կես ժամը մեկ մի հատ այսպես խառնում ես, հետ ու առաջ ես անում, որպեսզի այն տակը լինի վերևը իջնի ներքև, որպեսզի լավ կիր լինի, 2 ժամ լրանալուն պես հանում ես, լավ հոսող ջրի տակ լվանում ես, տեղը տեղի լավ լվանում ես, թողնում ես, լցնում ես ինչ-որ մի հատ սենց ծակ-ծակ են ասին յաշիկները, որ կան մեջը լցնում ես, թողնում ես ինքը ցամաքի, հետո եթե ուզում ես, որ ասենք, թե ինքը ստանա շատ սիրուն դեղին գույն եւ երբեք չորտնի, ապա քգուրտի ծուխ ես տալի, վառում ես տակը ծուխը, քգուրտի, ինքը սկսում ասես ծուխը բարձրանալ, փակում ես ամանը, հերմետիկ վիճակով փակում ես, ծուխը բարձրանում է վերև, այնքան ժամանակ, մինչև որ նկատում ես, որ թղթի վրի քգուրտը ամբողջությամբ վառվել է, անում ես, հետո լավ լվանում, հետո նորպես հոգում ու դնում ես եւ վելու։ Հետևորդներ ջան, այսպես ասեցի մի քիչ, որ սենց գաղափար կազմեք ինչի մասին է խոսքը, բայց ես ձմերուկի ճիրը պատրաստելուց ես այդ պրոցեսները այսպես նկարահանելով ցույց կտամ, որպեսզի բոլորիդ համար է պարզ լինի գործողության բոլոր ընթացքները։ Հիմա էլ այնպես վատ եղանակ է հետևորդներ ջան, նոր եմ եկել աշխատանքից, ժամը արդեն 11 անցել, շատ վատ եղանակ է, կայծակ, անձրև, ցուրտ, ու մի 3 օր նման տեսակի եղանակ ա տվել, լավ է, որ ունենում ես այս տեսակի ջրի ապարատներ, դու պատկերացնում ես Ստեփանավանում այս եղանակին դրսում ջիր չորացնելը, դա ուղղակի անհնար է լինում, սկսում է որպսնել, նեխել չի չորանում ժամանակին եւ այն տեսքն ու որակը չի ունենում, այդ իսկ պատճառով էլ ինձ օգնության է հասնում մեր ջրի ապարատը, որը ես շատ գոհ եմ, օգտագործում եմ արդեն ես 3-րդ տարին է եւ օգտագործում եմ, կան հետևորդներ, որ գրում են որտեղուց եք պատվիրել Ալբերսից, ոչ, գնել եմ մեր մոտ Ստեփանավանում, մի հատ այդպիսի խանութ կար, վաճառում էին, այնտեղուց եմ գնել, չեմ պատվիրել եւ շատ լավ որակյալ է, այս նույնից ես նաեւ գնել եւ տարել եմ թե մայրիկիս, թե քույրիկիս համար, որ իրանք էլ ունենան եւ
օգտագործեն։ Այնպես որ այսքանը հետևորդներ ջան, ուզեցի ձեր հետ կիսվել իմ ցույց էի տվել ջիրը հավաքելու process-ը, հիմա կտանեմ ու կդնեմ սառցախցիկ ու կվերջացնենք մեր շլորիչերի տեսակը։ Այսքանը, սիրելի հետևորդներ, ձեր հետ գոհարներ, մնացեք Աստծով։ Բարի